շնորհակալություն շատ։ Մենք եթե հարցեր չկան, փորձենք ամփոփել մեր այսօրվա ակցիան, որը որ շատ կարևոր էր ամբողջ աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ կան, որոնք իրենց անհամաձայնությունը հայտնում են այն երկակի ստանդարտների, իրենց ցինիզմի դրսևորմանը, ինչը որ տեղի ունեցավ։ Մենք պահանջում ենք մեր քաղբանտարկյալներին, մեր խղճի բանտարկյալներին ազատ արձակել, ինչպես նաև շատ կարևոր է, որ մենք դա անում ենք միասնաբար։ Շատ կարևոր է, որ քաղաքական բանտարկյալների հարցում իմ եւ քո չլինի։ Եվ քաղաքացիական հասարակությունը, եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները այս հարցում պետք է լինեն միակամ, միասնական եւ սա յուրաքանչյուրի գործն է, որովհետեւ քաղաքական բանտարկյալը խոսք ասելու, ազատ խոսք ասելու համար է բանտարկված։ Այստեղ դրա համար իմ ու քո չկա եւ ես կարծում եմ, որ մեր այսօրվա ակցիայի մեսիջը նաեւ մեր հասարակության ներքին մեսիջը սա է, ինչի համար ես շատ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հրապարակիչների արգելի ներկայացուցիչներ, որ լուսաբանեցիք մեր ակցիան։ Որքանով է իրատեսական, որ օրինակ ասում պահանջում ենք քաղբանտարկյալների ազատ արձակում, որ քաղբանտարկյալներին ազատ արձակեն։ Դուք պատկերացրեք, որ ընդհանրապես այդպիսի պահանջ չհնչեր։ Աշակերտը իր տնային աշխատանքը, լավ սովորող աշակերտը պետք է պարտավոր է կատարի ամեն օր, անկախ նրանից թե բազմամարդ դասարանում իր հերթն է դասը հարցնելու, թե իր հերթը դասը չի հարցնի, թե կգուշակի ուսուցիչը իրեն դաս։ Մենք մեր դիրքում պետք է լինենք ամեն օր, մենք մեր պահանջը պետք է հնչեցնենք ամեն օր։ Նամակը էլեկտրոնային տարբերակով Տիկին Կոստանյանը փոխանցել է ընտրությունների վերաբերյալ 26 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների հետ կապված քաղաքական հետապնդումների վերաբերյալ կազմված է տեղեկան եւ այդ տեղեկանը նույնպես ուղարկված է համապատասխան մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանություն իրենց առաքելությունը որդեգրած կառույցներին եւս ուղարկված է։ Վերջո ակնկալիքը որն է Հանրապետության նախագահությունը պարբերաբար Հայաստանը կարելի է իսլամական տեղյակների չեն հանդարում Հայաստանը որովհետև այդ հնարավոր համարում է որ քաղաքական ցավոք սրտի այսօր եվրոպական կառույցների քաղաքականությունը հիմնված չէ արժեքների վրա։ Այսօր եվրոպական կառույցների քաղաքականությունը հիմնված է շահերի վրա, բայց տեսեք, ամեն ինչ ստատիկ չէ, ամեն ինչ կանգնած չէ։ Եվրոպայում նույնպես տեղի են ունենում պրոցեսներ, եվրոպական երկրներում նույնպես տեղի են ունենում իշխանությունների փոփոխություններ եւ այդ փոփոխված իշխանությունները իրենց թիկունքում կրելով հանրային տարբեր շրջանակների ազդակները համապատասխան կառույցներին նույնպես տալիս են իրենց մեսիջները։ Այսինքն, եթե մենք մեր հերթին այստեղից անհրաժեշտ ազդակները չուղարկենք, ապա միամտություն կլինի կարծելը, որ առանց մեր բարձրացրած պահանջների սայլը տեղից կշարժվի։